2026-ին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից են տեղեկացրել լրատվամիջոցներից մեկին։ Հիշեցնենք, որ ըստ կառավարության որոշման Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրվում է 3, 4 կամ 5 միլիոն դրամ աջակցություն կախված բնակության վայրից։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Արտգործնախարարությունից Ազատությանը պարզաբանել են, թե ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են։ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ընթացքում անդրադարձել էր Հայաստանին, խոսելով ինչպես ինքն է ձևակերպել Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտությունից։ 2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում մահացել է 23109 մարդ։ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանում մահացության հիմնական պատճառները։ 23109 մարդուց 11852-ը մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Մահացության թվով հաջորդ պատճառը նորագոյացություններն են։ Հաշվետու ժամանակահատվածում 4661 մարդ մահացել է քաղցկեղից։ Մահվան պատճառի երրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են 2286 հոգի, ապա մարսողական օրգանների հիվանդությունները 1106 մարդ։ 2025-ի դեկտեմբերին Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024-ի դեկտեմբերի համեմատ աճել են 4.3%, իսկ 2025 թվականի նոյեմբերի համեմատ 2.9%։ Տեղեկացնում է վիճակագրական կոմիտեն, գնաճ արձանագրվել է հանրապետության բոլոր դիտարկվող բնակավայրերում, առավել բարձր Երևանում։ Մսամթերքի շուկայում օրինակ գրանցվել է զգալի թանկացում։ Թռչնամսի գինը տարեկան կտրվածքով աճել է 4.3%, տավարի միսը թանկացել է 11.7%, խոզի միսը 12.7%, գառան միսը 14.1%։ Միայն մեկ ամսում նոյեմբերից դեկտեմբեր մսամթերքի գների աճը կազմել է 0.8-ից 7.4%։ The New York Times հեղինակավոր միջազգային պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում, հատկացնելով 20-րդ տեղը աշխարհի լավագույն ուղղությունների շարքում։ Զբոսաշրջության կոմիտեն սոցցանցում հրապարակել է հոդվածն ու նշել. «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է իր հնագույն մշակույթով, գինու հարուստ ավանդույթներով և անկրկնելի բնությամբ»։ Շիրակի մարզում այսօր ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արտիք քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի բակում տղամարդու դիկ կա։ Պարզվել է, որ նշված փողոցի 8-րդ հասցեի մոտ քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արտիքի 64-ամյա բնակչի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ մահացածը գնացել է նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացնի, սակայն այն փլուզվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։